Փետրվարին օդի ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում, բայց հունվարը եղել է բավականին տեղումնառատ, տեղումների քանակը հանրապետության տարածքում կազմել է բազմամյա արժեքի, այսինքն նորմայի 150-ից 250%-ը։ Փետրվարը շատ տաք էր, օդի ջերմաստիճանը նորմայից բարձր էր 4-ից 6 աստիճանով, բայց շատ տեղումնառատ էր։ Տեղումների քանակը կազմել է մինչև 200-ից 400%-ը։ Այսինքն հանրապետության տարածքում ունեցել ենք հատվածներ, մասնավորապես Արագածի Ամբերդի հատվածը, երբ թափվել է նորմայի քառապատիկի չափ տեղում։ Մարտին օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում էր, բայց մարտը նույնպես բավականին տեղումնառատ էր։ Տեղումների քանակը կրկին կազմել է 150-ից 200%-ը, նորից Արագած լեռան հարավային լանջերին, Ամբերդ Արագած այդ հատվածում ունեցել են տեղումներ նորմայի քառապատիկի չափով, մինչև 468%-ը նորմայի տեղում է թափվել։ Վերջին օրերը կրկին տեղումնառատ են, Հայաստանը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, մասնավորապես վերջին 2 օրերին բավականին առատ տեղումներ են գրանցվել։ Ունենք հատվածներ, երբ 2 օրվա ընթացքում արդեն թափվել է ապրիլի տեղումների քանակի 50-ից 60%-ի չափ տեղում։ Ձյանծածկ այսօրվա դրությամբ բավականին բարձր է հանրապետության տարածքում։ Ձյանծածկ ունենք նույնիսկ Լոռու ու Տավուշի մարզում եւ այս պահին էլ ձյուն է տեղում։ Ձյուն է տեղում Լոռիում, Տավուշում, Շիրակում, Արագածոտնի Կոտայքի Վայոց-Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքի առանձին հատվածներում։ Ձյանծածկ ամենաբարձրը, ինչպես արդեն նշվեց, Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանումը եւ կազմում է 311 սանտիմետր։ Մյուս լեռնային մարզերում այն հիմնականում տատանվում է 15-ից 30 սանտիմետրի սահմաններում, ջերմուկի հատվածում ունենք մինչև 55 սանտիմետր բարձրությամբ ձնածածկույթ։ Օդի ջերմաստիճանը դեռևս բավականին ցածր է, պետք է նշել, որ մինչև օրս Արարատյան դաշտում եւ Երևանում 20-ից բարձր ջերմաստիճան չի գրանցվել, նույնիսկ 20 աստիճան չի գրանցվել, այնինչ անցած տարի 2025 թվականին մենք մարտի կեսերին արդեն Արարատյան դաշտում արձանագրել էինք մինչև 25-ից 26 աստիճան տաքություն։ Բայց սա ունի դրական կողմը։ Դրական կողմն այն է, որ պայմանավորված ցածր ջերմային ֆոնով մենք ունեցանք պտղատուների ուշ ծաղկում, իսկ ուշ ծաղկման դեպքում բավականին նվազում է ցրտահարման ռիսկը։ Հիմա անցնենք կանխատեսումներին։ Ինչպես նշեցի, մեր երկիրը այս պահին գտնվում է միջերկրական ծովից ներթափանցած եւ բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, որը ակտիվ է գրեթե հանրապետության ողջ տարածքում։ Այդ ցիկլոնը Հայաստանի վրա պատտվելու է մինչև ապրիլի 13-ը ներառյալ, այսինքն մինչև ապրիլի 13-ը ներառյալ հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ տեղումները շարունակվելու են։ Տեղումները կրկին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային հատվածներում, Արագածոտնի Կոտայքի Վայոց-Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում դիտվելու են ձյան տեսքով, այնպես որ վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածներում ցուցաբերել զգոնություն։ Առանձին օրերին, մասնավորապես այսօր ապրիլի 12-ից 13-ին տեղումները կլինեն զգալի, կուղեկցվեն ամպրոպներով եւ քամուշ գնացմամբ հանրապետության առանձին հատվածներում պոռթկումները կհասնի մինչև 24 մետր վայրկյան արագությամբ։ Պայմանավորված քամու մեծ արագությունների հետ հանրապետության լեռնային մարզերում նաեւ սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ապրիլի 14-ից սկսած այս ցիկլոնը աստիճանաբար դուրս կգա Հայաստանի տարածքից եւ ապրիլի 14-ից 17 ընկած ժամանակահատվածում այսպես կունենանք օդերևութաբանական պայմանների շրջանառցային փոփոխություն։ Փոփոխությունը այն կլինի, որ հյուսիս-արևելյան ցուրտ օդային հոսանքները կնահանջեն եւ ապրիլի 15-ից իրենց տեղը կզիջեն հարավ-արևմուտքից մերձավոր արևելքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներին, որոնք իրենց հետ կբերեն օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Նախ ասեմ, որ օդի ջերմաստիճանը դեռ նվազելու է։ Մենք ապրիլի 13-ին կունենանք հանրապետության տարածքում եւ գիշերային եւ ցերեկային ժամերին 5-ից 7 աստիճանով ջերմաստիճանի նվազում, բայց այդ ապրիլի 15-ից 18 ընկած ժամանակահատվածում արևադարձային այդ տաք օդի բուրըն ներթափանցման արդյունքում Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-ից 10 աստիճանով եւ գիշերային եւ ցերեկային ժամերին։ Եվ արդեն վերջապես մենք ապրիլի 17-ից 18 ընկած ժամանակահատվածում հանրապետության լեռնային մարզերում կունենանք մինչև 15 աստիճան տաքություն, նախալեռնային հատվածներում մինչև 18-ից 20 աստիճան տաքություն, Արարատյան դաշտում, այդ թվում նաև մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 20-ից 22 աստիճանի։
Ապրիլի 18-ից սկսած տակոթային հոսանքները կպահպանվեն, բայց Հայաստանին կմոտենա հաջորդ ցիկլոնը, ինչի արդյունքում տեղումները, բայց արդեն անձրևի տեսքով կրկին կվերսկսվեն։